Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ագրեսիայի 1115-րդ օրն է։ Այսօր ուրբաթ է եւ ձեր ուշադրությանը կներկայացնենք հարցազրույց Հայաստանի Շնորհապետական Կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանի հետ։ Մինչ այդ ձեզ կներկայացնեմ ռազմաճակատի իրավիճակին եւ մի փոքր քաղաքական անդրադարձ կանենք։ Մինչ բուն թեմաներին անցնելը իմ շնորհակալությունը հայտնեմ ձեր աջակցության համար, լայքերի, մեկնաբանությունների եւ մեր եթերների տարածման համար շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 146 մարտական բախում, որից 49-ը Պոկրովսկի ուղղությամբ։ Լայնածավալ պատերազմի սկզբից 22 թվականի փետրվարից հակառակորդի ընդհանուր մարտական կորուստները կազմել են մոտավորապես 891,660 օկուպանտ, այսինքն մեկ օրում ավելանալով ոչնչացված 1410 օկուպանտ։ Վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացվել է ռուսների ավելի քան 300 միավոր տեխնիկա եւ սպառազինություն, չնայած ռուսական քարոզչության խրոխտ հաղորդագրություններին, ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի, Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի գործողությունը դեռ շարունակվում է։ Տարբեր աղբյուրներից ունենք լուրեր, որ նույնիսկ Սուջա շրջկենտրոնը ռուսները չեն կարողացել ամբողջովին գրավել, երևի թե դրա հետ էր կապված երեկվա Պուտինի նվնվոցը, որ Բաքուրսկի մարզի հետ ինչ կլինի, եթե հրադադար լինի։ Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին եւ ձեզ անմիջապես կտեղեկացնենք փոփոխությունների մասին։ Ըստ ուկրաինացի սահմանապահների մարտեր են ընթանում Կուրսկի եւ ուկրաինական Սումիի մարզերի սահմանագծի ողջ երկայնքով մեկ։ Ռուսաստանի Դաշնությունից փոքր գրոհային խմբեր փորձում են մտնել Սումիի մարզ։ Ուկրաինացի սահմանապահները մանրամասնել են, որ ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ պետական սահմանից այն կողմ վերջին 24 ժամվա ընթացքում ըստ հաստատված տվյալների ոչնչացվել է 15 ռուս զինծառայող այդ ուղղությամբ եւ ավելի քան 10 ռուս զինվոր վիրավորվել է եւ ստիպված է եղել էվակուացվել Ուկրաինայի տարածքից կամ սահմանի մոտ եղած տարածքից։ Իսկ Դոնեցկի մարզում ուկրաինական բանակը հաջող հակագրոհում է մի շարք բնակավայրեր է մաքրվել ռուս օկուպանտներից։ Անցած գիշեր ռուսները նորից հարձակվել էին Ուկրաինայի խաղաղ բնակավայրերի վրա 27 շահեդ տիպի հարձակողական դրոններով, որոնցից 25-ը խոցվել ու վնասազերծվել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից։ Ռուսական հարձակման հետևանքով տարբեր աստիճանի վնասներ կան Խարկովի եւ Դոնեցկի մարզերում։ Անցած գիշեր ուկրաինական դրոնները կրկին խոցել են նախատեսված թիրախները Ռուսաստանի տարածքում։ Մոսկվան կրեց իր երկրորդ դրոնային հարվածը մեկ շաբաթվա ընթացքում, որը թեև ավելի փոքր մասշտաբներով էր, բայց դրոնները ավելի խորն են ներթափանցել ռուսական մայրաքաղաք։ Երկու դրոն ընկել է հայերին լավ ծանոթ Սադովե Կալցոյից ներս, մեկը Կուտուզովսկի պողոտայի մոտ, որով Ռուսաստանի դիկտատոր Պուտինը սովորաբար Նովոագարյովոյից գնում է Կրեմլ, իսկ երկրորդը Շաբալովկա մետրոյի կայարանի եւ Շուխովի աշտարակի մոտ։ Նաև Մոսկվայում ռուսական հակաօդային պաշտպանության վատ աշխատանքի հետևանքով տուժվել է ռուսական բնակֆոնդը, դա գիտեք չեն կարողանում նորմալ խոցել ուկրաինական դրոնները եւ դրա հետևանքով բնակելի շենքեր եւ տներ են տուժվում։ Նման դեպքեր են ֆիքսվել Ռոսինտեր 2 կոտեջային մասիվում։ Նման իրավիճակ է նաև ավանգարդ բնակելի համալիրի դեպքում։ Պայթյունների տեսանյութեր կան նաև Յուժնայե Բիցա բնակելի համալիրի տարածքում։ Բացի այդ, պայթյունների մասին հայտնել են Մոսկվայի մարզի Ադինցովը եւ Շչոլկովը քաղաքների բնակիչները, այնտեղ նույնպես գործում էր ռուսական հակաօդային պաշտպանությունը։ Մեր մոսկովյան Բալաշիխայի բնակիչները քաղաքում ծուխ են նկատել պայթյունների ձայներից հետո, այնտեղ հայտնաբերվել է ռուսական հակաօդային պաշտպանության հրթիռ։ Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ մեր դրոններից պաշտպանվելով ռուսական հոպը ավելի մեծ վնասներ է տալիս ռուսներին։ Ընդգծեմ, որ Մոսկվայի հարվածը տեղի ունեցել Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ստիվ Վիտկովի Մոսկվա այցելությունից հետո։ Նաև անօդաչու թռչոսարքի հարձակման հետևանքով ագրեսոր Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Туапսեի նավթային պահեստի տարածքում գիշերը բենզինի ռեզերվուարն է փոցվել, այնտեղ մեծ հրդեհ է բռնկվել, մինչև հիմա չեն էլ կարողանում հանգցնել։ Մեր Telegram-յան ալիքի բաժանորդները հավանաբար արդեն տեսել են բոլոր բազմազան կադրերը։ Սա դեռ ամենը չէ, Ուկրաինայի ազգային անվտանգության անօդաչու ուժերը խոցել են նաև S-300, S-400 համակարգերի հրթիռների դաշտային պահեստը Ռադկովկա գյուղում, սա Ռուսաստանի Բելգրադի մարզում է։ Հարվածից հետո սկսվել է զինամթերքի ակտիվ պայթյուններ։
Կարճ անդրադառնամ քաղաքական լուրերին, Թրամփը չի երկարացրել Կրեմլի դեմ պատժամիջոցների մեջ եղած բացառությունները և փաստացի վտանգված է ռուսական ողջ նավթի արտահանումը Եվրոպա։ Ամերիկացի մի շարք վերլուծաբաններ սա որպես ճնշում են համարում Ռուսաստանի վրա, նշելով, որ եթե սանկցիաներից բացառությունների չերկարաձգելու մասին համապատասխան հայտարարություն արվի, դա շատ ցավալի հարված կլինի ռուս նավթ-արտահանողների համար, փաստացի ամբողջ եվրոպական ուղղությամբ արտահանումը կդադարի։ Տեսնենք, առայժմ Թրամփը պահում է նախորդ 3 օրերի գիծը և Ուկրաինայի համար անբարենպաստ զարգացումներ փառք Աստծո չկան։ Ընդհակառակը կա հաղորդագրություն, որ Ամերիկան հեռահար սպառազինությունների մատակարարումներն է վերականգնել Ուկրաինա, Կիևին տրամադրվելու են GLSDB սահող ռումբերը մինչև 160 կիլոմետր հեռավորությամբ, որոնք պետք է փոխարինեն ատակամ սրթիռներին, որոնք ուկրաինական զինված ուժերը գրեթե սպառել են։ Շատ չերկարացնեմ, հիշեցնեմ, որ Պուտինի երեկվա համաձայնվելով չհամաձայնելուն անդրադարձել եմ մեր երեկվա երեկոյան եթերում։ Ավելի մանրամասն վերլուծական եթերներ երևի կկազմակերպենք շաբաթ և կիրակի օրերին, իսկ հիմա դիտենք Գուրգեն Սիմոնյանի հետ հարցազրույցը։ Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր կրկին հանդիպել ենք մեր լավ բարեկամ Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանի հետ, բարև Գուրգեն։ Ողջույն Մարատ ջան։ Ուրախ ենք քեզ տեսնել, բայց հարցերը այնքան վատն են, ճիշտն ասած, պետք է փորձենք գլուխ անել։ Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է ամբողջությամբ և իրենք սպասում են հայկական կողմից սահմանադրություն փոխելուն, Մինսկի խումբը լուծարելուն։ Տպավորություն է, որ նույնիսկ վերջին 2 հոդվածների հարցում հայկական կողմի զիջումները չեն երաշխավորում, որ պաշտոնական Բաքուն կստորագրի պայմանագիրը։ Նախ խնդրում եմ այս հարցին պատասխանես, իսկ հայկական կողմի զիջումների մասին առանձին կհարցնեմ մի 2 հարց հետո։ Օրինաչափ եմ միանշանակ Մարատ ջան, որ այդ զիջումներից հետո էլի պայմանագրի որոշակի կետեր են թարմանալու եւ եթե ինչ որ մի կերպ խելացնորության աստիճանի հասնեն եւ Մինսկի խմբի լուծարման հարցեր քննարկեն եւ սահմանադրության փոփոխության հարցեր քննարկեն, ապա Ադրբեջանը հարց է բարձրացնելու սպառազինության հետ ուղարկելու բոլոր այն երկրներ, որտեղից որ գնել է Հայաստանը, եւ հայկական բանակի ապամոնտաժման հարց է առաջ քաշելու։ Սա օրինաչափ է, որտեղ Ադրբեջանը հիմա հիբրիդային եւ պրոքսի պատերազմի մեթոդներ է կիրառում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Իսկ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ինքն իրեն համոզել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, դրանք բանակցություններ են խաղաղության համար, բայց պետք է արթնանան ու հասկանան, որ այդ բանակցությունները ուղիղ ճանապարհն են դեպի նոր պատերազմ, որովհետև այդպիսի Հայաստան, որը ուզում է Ադրբեջանը ստանալ այդ ճակերտավոր ասած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքում, լինելու է խիստ գրավիչ եւ գայթակղիչ նոր ագրեսիաների համար։ Հետևաբար բոլոր այն պահանջները, որին որ տուրք է տվել Նիկոլ Փաշինյանը, հերթով կարող ենք սկսել, թե որ պահանջներն են դրանք եղել, դա Քարվաճարի եւ Քաշաթաղի շրջաններից հայելային զորքերի հետ քաշումներ, այնուհետև Լեռնային Ղարաբաղի ազգաբնակության դուրս բերման հանգամանքը եւ Արցախահայերի իրավունքների ուրացումը, այնուհետև Տավուշի մարզում 30-ամյա կահավորված ռազմաճակատի փլուզումը, որը նրանք դեմարկացիա եւ դելիմիտացիա անունը դրեցին, հիմա արդեն հարց են բարձրացնում սահմանադրության փոփոխության, հարց են բարձրացնում ՄԱԿ-ի քրեական դատարաններից Ադրբեջանի նկատմամբ հայցերի հետ քաշման, ինչն էլ նաեւ առաջացրեց մի զարհուրելի իրավիճակի, որ Եղիշե Կիրակոսյանը իր թիմով հանդերձ դուրս եկավ աշխատանքից եւ հրաժարվեց այդ պայմաններում աշխատել, որտեվ քրեական դատարանում Ադրբեջանի ղեկավարի եւ Ադրբեջանի նկատմամբ քրեական վարույթները հետ կանչելը դա դավաճանական քայլ է փաստացի ստացվում։ Դա նշանակում է, որ դու քո դահիճի ձեռքերը ազատում ես հետագա հանցագործություններ իրականացնելու համար, որտեվ նախկին հանցագործության համար պատիժ չի ստանալու, հենց քո պատճառով, որտեվ դու ես բողոքը հետ քաշել։ Եվ հիմա արդեն հարց է բարձրանում երրորդ երկրների զինված ուժերի տեղակայման հարցը, որը կարող է մոդիֆիկացվել եւ դառնալ Եվրամիության դիտորդական առաքելության հարց։ Հարց է բարձրանում Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի ապամոնտաժման։ Վաղ մյուսօր չի բացառվում, որ հարց բարձրանա Միջանցքի
վերահսկողության առումով, հարց բարձրանա զինված ուժերի թվաքանակի եւ սպառազինության առումով, հարց բարձրանա Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակում միջամտությունների մակարդակով։ Սենց ո՞նց է լինելու։ Նշանակում է Նիկոլ Փաշինյանը մուրճը վերցրել է ձեռքը եւ Հայաստանի Հանրապետության հիմքերն է քանդում։ Այն մուրճը, որ ցույց էր տալիս արդարություն վերականգնելու համար, Հայաստանի Հանրապետության հիմքերի շուրջ է օգտագործում։ Ո՞նց կարելի է այսպիսի քաղաքականություն վարել։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, ասացին, որ դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը փոխանցել են, որ Հայաստանի Հանրապետությունը ընդունում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առարկությունները եւ առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։ Այսպիսով խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանի Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Ասացի, ինչ դու ասացիր մի քանի րոպե առաջ, Հայաստանը ասում է, որ պատրաստ է, Ադրբեջանը ասում է, որ պատրաստ է, բայց ադրբեջանցիները սպասում են սահմանադրության փոփոխման, Մինսկի խմբի լուծարման։ Այո, սահմանադրությունը դե չեն կարող փոխեն ընտրություններից 5 պակաս, այդպիսի բան չի կարելի անել։ Սահմանադրությունների փոփոխության հարցը բարձրացնում են ընտրություններից հետո, անմիջապես հետո, 1 տարվա ընթացքում, երբ որ լեգիտիմության բարձր չափաբաժին կա, հարաբերական բարձր չափաբաժին կա։ Հերթական ընտրություններից 5 պակաս սահմանադրական փոփոխությունների հարց չի կարող լինել։ Չի կարող։ Նիկոլ Փաշինյանի ասածն էլ ուղղակի աբսուրդի ժանրից է, աբսուրդի, անգամ մանկական ֆանտաստիկայի չէ, աբսուրդի ժանրից է, որ ասում էր տարածաշրջանային նշանակության սահմանադրություն պետք է ունենանք։ Մարդ ինչքան պետք է հարուստ երևակայություն ունենա կամ երևակայության տոտալ բացակայում պետք է ունենա կամ երևակայություն առհասարակ չունենա, որ նման արտահայտություն անի, ինչա նշանակում տարածաշրջանային նշանակության սահմանադրություն։ Սահմանադրությունը ներքին փաստաթուղթ է, ներքին իրողություններով պայմանավորված։ Եղբայր, 5-րդ կուրսը չես ավարտել, չգիտես, որ սահմանադրությունը ներքին իրողություններով պայմանավորված փաստաթուղթ է։ Դա հայ ազգի կամ արտահայտությամբ պայմանավորված փաստաթուղթ է, ինչ տարածաշրջանային նշանակության։ Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ նա եւ իր քաղաքական ուժը այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքական իրավիճակներում անելիք չունեն։ Նրանք կամաց-կամաց վերածվում են փորձանքի Հայաստանի Հանրապետության համար։ Նա քաջ պետք է գիտակցի, որ իր վարած քաղաքականությունը ազգակործան քաղաքականություն է եւ դադարացնի։ Եթե նա մի փոքր հայկական ինքնագիտակցություն ունի իր ներսում, երկիրը պետք է նախապատրաստի իշխանության փոխանցման։ Ընդ որում ոչ թե նախկին անցած գնացած այն աղբին, որը որ բերեցին հասցրեցին այս իրավիճակի երկիրը, այլ նոր իրողությունների, նոր մարդկանց, նոր ուժերի։ Ինչպիսին է շնորհապետական կուսակցության դիրքորոշումը Բաքվի թելադրանքով արդյոք կարելի է սահմանադրություն փոխել։ Իհարկե ոչ, դա բացառվում է։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների ծրագիր իր առաջ ունի, բայց ոչ թե արտաքին ուժերի պահանջով, այլ զուտ Սերժ Սարգսյանի կոստյումը փոխելու շարժառիթով։ Սերժ Սարգսյանի կոստյումը պետք է փոխենք։ Այդ Սերժ Սարգսյանի կոստյումն է Նիկոլ Փաշինյանին դարձրել մեր գլխին փորձանք։ Սուպեր վարչապետական կարգ է։ Ըստ էության մենք խորհրդարանական հանրապետություն չենք, մենք կուսակցապետություն ենք եւ դրանով պայմանավորված վարչապետապետություն։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ունի նպատակ իրական խորհրդարանական կարգեր հաստատող սահմանադրություն ստեղծելու։ Եվ մենք հայտարարել ենք, որ Աստծո հաջողությամբ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամոք, եթե Հայաստանի շնորհապետական կուսակցությունը կվստահի ընտրական իրավունք ունեցող իրավազոր քաղաքացիների ձայների մեծամասնությունն ու եւ վստահության ամենամեծ բաժինը, ապա
ընտրվելուց 1 տարի հետո նախաձեռնելու է իրական սահմանադրական բարեփոխումներ, որը կհաստատի իրական խորհրդարանական հանրապետություն եւ որը նաեւ կունենա նորմատիվ իրավական ակտ, որ 20 տարի որևէ մեկը մատով դիպչելու իրավունք չի ունենալու այդ սահմանադրությանը, թե չէ ով գալիս է սահմանադրություն է փոխում։ Արդարությունը կվերականգնենք մենք նաեւ այդ սահմանադրությունը կգրենք, որը որ կլինի ժողովրդի իշխանությունը ամրացնող խորհրդարանական հանրապետության կարգեր եւ այդ սահմանադրությունը 20 տարի որևէ մեկը մատով դիպչելու իրավունք չի ունենա։ Սա մենք խոստանում ենք մեր քաղաքացիներին, որ հանրապետությունը ի վերջո վերադարձվի ժողովրդին, անկախության հռչակագրով պայմանավորված Հայաստանի Հանրապետության իրավունքները կրկին մտնեն սահմանադրաիրավական դաշտ, ունենանք արդար դատական համակարգ, վերականգնված արդարություն Հայաստանի Հանրապետությունում, հնարավորություն ընձեռնվի նոր սահմանադրությամբ, եթե Աստված միացե ինչ որ մի ժամանակահատվածում իշխանությունը կբռնազավթվի, ապա սահմանադրությունը պետք է նախատեսի ժողովրդի իշխանության վերադարձման հանգամանք եւ այդ վերադարձնելուց հետո էլ այլընտրանքային արդարադատության լյուստրացիայի հանգամանք։ Այդ ամեն ինչը նոր սահմանադրությունում պետք է տեղ գտնեն։ Ի վերջո Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը փորձելու է կապիտալիզացնել 2018 թվականի այն հեղափոխությունը, որը մենք բոլորս արեցինք, իսկ Նիկոլ Փաշինյանը ուրացավ։ Մենք այդ հեղափոխության կապիտալիզացիան ենք փորձելու իրականացնել, որ փակենք առհասարակ մերժվածների ճանապարհը ապագա քաղաքական դաշտում եւ նմանատիպ ներկաների, նմանատիպ որակական բաղադրիչի առհասարակ ներկայությունը քաղաքական դաշտում բարձր ցենզ ենք սահմանելու, որ միայն արժանավորներից արժանավորները կարողանան քաղաքական դաշտում հնարավորություններ ունենան։ Վերադառնալով Բաքվի այդ պինգ-պոնգին, ինչ ես կարծում Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի հետ սահմանից եվրոպացի դիտորդներին հեռացնելու, միջազգային հայցերը ետ կանչելու, սահմանադրություն փոխելու համաձայնության մասին ընդհանրապես քննարկումը լեգիտիմ է, հայ հանրությունը նման իմպերատիվ տվել է Փաշինյանի իշխանությանը։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումները շրջաբերաբար այլ բանի մասին են։ Այն քվեն, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացին տվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ Նիկոլ Փաշինյանին, նախընտրական խոստումներով է ամփոփված։ Բացենք 2021 թվականի նախընտրական խոստումները ու նայենք, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը հիմա։ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի այդ գործընթացների մեջ մտնելու, ժողովուրդը նրան չի լիազորել դրա համար։ Իր նախընտրական խոստումները շատ լավ հիշում ենք, արձանագրված է։ Նախընտրական ծրագիրը կա։ Այն ինչ որ ծրագրով հաստատված է եւ նախընտրական խոստումներում ամրագրված է, չի իրականացել։ Բայց դրա շրջաբերաբար հակառակի իրագործման համար Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի, իրավունք չունի։ Եվ առհասարակ Նիկոլ Փաշինյանի իրավազորության եւ իրավասությունների շրջանակից անդին է այդպիսի որոշումներ կայացնել, անգամ եթե նա երկրի թիվ 1 ղեկավարն է, միևնույն է։ Մինսկի խմբի հարցը նրա որոշելիքը չի։ Նախ պետք է հասկանանք, որ Մինսկի խմբում համանախագահող երկրներ կան։ Եվ եթե Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը ուրացել է Արցախի հարցը, Ֆրանսիան չի ուրացել Արցախի հարցը։ Միացյալ Նահանգները չի ուրացել Արցախի հարցը։ Ոնց եք պատրաստվում Մինսկի խմբի համանախագահող գերտերություններին ասեք, դե գնացեք բոլորը ցվրվեք ձեր տներով։ Ոնց է գերտերություններին պատրաստվում այդպես բան ասեք։ Այդ Ռուսաստանը կարա գնա, որտեղ Ռուսաստանը Արցախը հանձնել է։ Դրա համար կարա գնա։ Ընդ որում ստեղ եմ ուզում շեշտ դնեմ, շատերն ասում են անդադ Ռուսաստան եք շեշտում։ Ռուսաստան ասելով նկատի չունենք ռուս ժողովրդին, նկատի ունենք Կրեմլին։ Ռուս ժողովրդի դեմ ատելությամբ լցված չի հայ ժողովուրդը, Կրեմլն է ինչ անում է, որ անում է։ Կրեմլյան իշխանությունները եւ այստեղ քանի որ Հայաստանի Հանրապետությունում շատ են իրավիճակը ճոճում, այսպես ասած անձիկ, որ ասում են մենք այդ կացությունը չենք, որ ամբողջ մի պետությունից թշնամի եք դարձնում։ Պետությունից որևէ մեկը թշնամի չի դարձնում։ Այն ինչ որ ասում եք նկատի ենք ունենում Կրեմլին եւ նրա վարած քաղաքականությանը, որը հայակործան էր եւ վառ օրինակը Լեռնային Ղարաբաղի հայության ճակատագիրն էր, որ Կրեմլյան վերնախավի հանձնառությամբ պետք է պաշտպանվեր այդ տեղացի բնիկ հայ ժողովրդի իրավունքները ու չպաշտպանվեցին։
Սա մենք պետք է ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող եւ լիազորություն չունի, ընդ որում եվրադիտորդների հարցն էլ իրավունք չունի նա միանձնյա այդպիսի որոշում կայացնի։ Դեռ փաստը մնում է փաստ, որ եվրադիտորդների տեղակայմամբ պայմանավորված սահմանային լարվածությունը նվազել է շեշտակի։ Սա հայ ժողովրդի անվտանգության հարցն է, դուք հայ ժողովրդի անվտանգության հարցով եք խաղում։ Ձեր գլխավոր ֆունկցիան պետք է լինի հայ ժողովրդի իմունային համակարգի դիմադրողականության բարձրացումը, ոչ թե խալխլելը։ Մի խոսքով աղետալի իրավիճակներ ենք ապրում, ես չէի պատկերացնում, որ այսքան կամազուրկ, այս աստիճանի կամազուրկ, ընչաքաղց եւ որովայնապաշտ մարդիկ դուրս կգան։ Չէի պատկերացնում, ես գիտեի սահման կա, բայց ավաղ սահման չկա, ավելի ընկնելու տեղ դեռ ունեն։ Ներքաղաքական իրավիճակներից ինչ կասես, գիտեմ, որ հեշտ չի կուսակցություն ունենալը, ներքաղաքական կյանքը շատ հեժ է, որոշ համայնքներում կան ընտրական պրոցեսներ, ոնց ես գնահատում ընտրական պրոցեսները, էլեկտորալ պրոցեսները։ Անառողջ իրականում, որովհետև այն իրավիճակը, որ ձևավորված է Հայաստանում, հատուկ է Օրուելյան մոտեցումներին։ Ջորջ Օրուելի 1984-ի դասական մոտեցումներով է։ Ինչ ասեմ, նայում են սոցիալական կայքերը, Մարատ, ընդ որում ամենաբարձր մակարդակով նայում տեսնում են այն անձիկ, ովքեր որ ամենաշատ արձագանքներն են տալիս, ամենաշատ հրապարակումներն են անում, իրենց հետևորդների ինչ-որ մի դասակարգ կա, հրահանգավորված թե ինքնաբուխ հարձակումներ են գործում այդ անձանց նկատմամբ։ Բողոքարկում են Facebook-յան էջեր, փորձում են զրպարտել, բամբասանքներ են տարածում մարդու հասցեին, եւ այլն, սա ճղճի մոտեցում է։ Ի վերջո ձեր արդյունավետության մասին ձեր գործը պետք է խոսեր, խոսքս վերաբերվում է իշխանություններին, բայց այդ մարդիկ հերիք չի արդյունավետություն չունեն, հələ նոր ձևավորված ուժերին էլ փորձում են պիտակավորել, ցեխոտել եւ նրան սատարող անձանց նկատմամբ ահաբեկչական, ճակերտավոր ասած, քաղաքականություն վարել, վախեցնել։ Նա ես որպես քաղաքացի իրավունք ունեմ կասկածելու, որ դուք եք ուղարկել այդ անձանց, որ գրում են, զանգում են, ահաբեկում են։ Ես շատ գիտեմ, ինչ ստեր են տարածում, շատ հարգարժան անձանցից մեկին զանգը հարել են, ասել են նախկինները ներկայացնող անձը դրսում է սովորել, բայց ես դրսում չեմ սովորել։ Ընդհանրապես սուտը բռնվում է այնտեղ, որ ես Հայաստանի Հանրապետությունում եմ երկու բուհ ավարտել, ընդ որում սիրելի քաղաքացիներ, եթե իմ կենսագրությունից որևէ բան կասկածելի կհասնի ձեր ականջին, իմ պաշտոնական կայքեջում իմ ինքնակենսագրությունը ամենայն մանրամասնությամբ դրված է gurgensimonian.com gurgensimonian.com ինտերնետային հասցեում կայքեջում հայերեն եւ անգլերեն լեզուներում, կարծեմ ռուսերեն էլ է դրված։ Իմ ամբողջ ինքնակենսագրությունը կա, ես ծառայել եմ հայոց բանակում, ես բանակի պահեստազորի սպայ եմ, մասնակցել եմ պատերազմին, այնպես որ ստերին մի հավատացեք, նախկին իշխանությունների հետ կապ չեմ ունեցել, անկուսակցական, որևէ կուսակցության մեջ չեմ եղել, ոչ դաշնակցության, ոչ բևեռի, ոչ մեկի, ես գիտության մարդ եմ, Նիկոլ Փաշինյանին փորձում էի սատարել, 2018 թվականի հեղափոխության ժամանակ ես այդ հեղափոխության կողմնակիցներից եւ ջատագովներից մեկն էր։ Այն ժամանակ ինքնախապեյություն ունեի, կարծում էի Սերժ Սարգսյանին մերժելով անփորձներին կօգնենք եւ երկիրը կշտկվի։ Ով իմանար, որ Սերժ Սարգսյանի տրամաբանական շարունակությունն էին այդ անփորձները։ Ով իմանար, ինքնախապեյության մեջ էի։ Բայց երբ որ ես սկսեցի երկար ժամանակ օգնել, սատարել, հետո տեսա, որ ուղղակի դա ճակատով բետոնից պապ փշրելու մի գործընթացի է վերածվում։ Վերջին կաթիլը 2023 թվականի դեկտեմբերն էր, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնաց ԵԱՏՄ-ի նախագահությունը ստանձնեց, եւ արդեն 2024-ից խմորումների մեջ էի, մտածում էի նոր այլընտրանքային ուժ կայացնելու մասին, 2024 թվականի մայիսի 28-ին էլ հայտարարեցի։ Իրավիճակը աղետալի է, Մարատ ջան, մարդկանց փորձում են ճնշել, բառի ուղիղ իմաստով, անհատապես, այնպես որ սա կեղտոտ խաղի կանոններ է։ Սիրելի քաղաքացիներ, չար մարդկանց արտահայտությունները թող ձեր էմոցիաների եւ ձեր ինքնազգացողության վրա չանդրադառնան։ Դա երկյուղից եւ վախից է։ Նրանք վախեցել են ձեր համախմբվածության աստիճանից եւ մեր կազմակերպվածության աստիճանից։ Այնպես որ ամեն ինչ լավ է լինելու, մենք աշխատելու ենք արդյունավետությունը մի քանի անգամ բարձրացնել, որպեսզի Հայաստանի Հանրապետությանը աղետալի իրավիճակներից զերծ պահենք, մեր անկախությունը պաշտպանենք եւ արդարությունը վերականգնենք։ Փորձելու ենք անել ամեն ինչ։
մի քիչ արտաքին քաղաքականությունից խոսենք, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան դիտարկում են խաղաղապահների կողմից Ռուսաստանին պատասխան հարվածներ հասցնելու հնարավորությունը, եթե Մոսկվան խախտի հրադադարը։ Ինչպես կարծում Պուտինը իբր համաձայնելով հրադադարին, ում համար է ամենամեծ ծուղակը լարել Ուկրաինայի, եվրոպացիների, թե Թրամփի համար։ Ես չեմ կարող ասել, դեռևս հարցական է, նախ ինձ համար Թրամփի խաղն էլ է հարցական։ Ես Թրամփի քաղաքականության մեջ դեռևս տրամաբանության նշույլ չեմ տեսել։ Դրա համար սպասողական է, դեռևս չեմ վերլուծում այդ ուղղությամբ։ Ուզում եմ տեսնել, թե գործընթացները ոնց կշարունակվեն, բայց մի բան ինձ համար ակնառու է դառնում, որ այս պատերազմը արագ չի ավարտվելու։ Ինձ համար ակնհայտ է, որ այս պատերազմը երկար շարունակվի։ Օրինակի համար տեսեք, եւ առաջին համաշխարհային պատերազմը եւ երկրորդ համաշխարհային պատերազմները այդքան երկար չէին։ Իհարկե միլիոնավոր կյանքեր արժեցան, միլիոնավոր կյանքեր, բայց այդ աստիճանի երկար չէին։ Այս պատերազմը հյուծի չէ։ Արդեն 3 տարի է տևում Ուկրաինայի վերջին հարձակումից հետո։ 4-րդն է արդեն ընթանում։ 4-րդն է արդեն, այո, 4-րդ տարին է գնում։ Բայց եթե հաշվի առնենք 2015 թվականի հարձակումը, 2014 թվականի ագրեսիվ գործողությունները, եւ եթե հաշվի առնենք, որ 2007 թվականին էր պատերազմ հայտարարել Վլադիմիր Պուտինը, հաշվեք քանի տարի արեց։ Դե 14-ից արդեն 11 առնվազն կարող ենք հաշվել, լայնածավալը 4 տարին է։ Ուկրաինայի դեմ, բայց 2008-ին Վրաստանով սկսվեց, 2014-ին Ուկրաինա, 16-ին Հայաստան, հետո նորից էլի Հայաստան, հետո Ուկրաինա նորից վերսկսվեց։ Այսինքն այս պատերազմը անընդհատ շարունակվող պատերազմ է, ընդդիմամարտությամբ պայմանավորված։ Մեկնարկը տրվել է 2007 թվականի Մյունխենյան ճառով Վլադիմիր Պուտինի։ Պետք է տրամադրվենք երկար պայքարի, այդքան բան։ Հիմա Վլադիմիր Պուտինը ինչ էլ անի, մեկը հասկանում է, որ այս պատերազմը համաշխարհային է։ Իր համար միևնույն է այդ ընդդիմամարտության ժամանակ ինչ որ մի X պահից սկսած որ երկրի խաղապահների ուղղությամբ կկրակի եւ որ երկիրը կսկսի միջամտել ուղիղ ռազմական ագրեսիային։ Միևնույն է, այդ մարդը արդեն տրամադրված պերմանենտ պատերազմական գործողությունների մեջ է մտել։ Միացյալ Նահանգների դիրքորոշումն է կատաստրոֆիկ։ Միացյալ Նահանգները, որ ցանկանար 2 տարում կարող էր ավարտել այս հանգամանքը։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ ես գտնում մեր լսարանի համար։ Գիտեմ ինչքան զբաղված ես, քանի գնում է ավելի զբաղված ես դառնում, բայց որ մեր լսարանին, որտեղ մարդիկ քեզ կոնկրետ սպասում են, չես մոռանում, միշտ ժամանակ ես ընձեռում։ Շնորհակալ եմ եւ ամենայն բարիք։ Սիրով Մարատ ջան, ամենայն բարիք։ Ինչքան որ հնարավորությունս կների, կաշխատեմ միշտ հյուր գալ։ Առաջ Աստված, տա Աստված, որ էլ հնարավորություններս չների հյուր գալու այդքան հաճախ, դա նշանակում է այնքան կարևոր գործերով եք զբաղված ու վճռորոշ գործերով, որ այդքան արագ չենք կարողանում հյուր գալ, բայց մենք մեր բարեկամությունը միշտ ենք պաշտպանելու։ Հիմա եթերով հյուր չգանք, իրար որպես ընկերներ ենք միշտ հյուր ելնելու, իսկ եթերով անպայման ժամանակ կգտնենք նաև ցանկացած պարագաներում երբեմն իրար հետ զրուցելու, կիսվելու մեր տեսակետներով։ Ես մեծ հաճույքով եմ հյուր ընկալվում եւ շատ սիրում եմ քո ալիքի հետևորդներին, ինտելեկտուալ զարգացած բանիմաց անձիկ են եւ ձեր ոգևորիչ արտահայտություններով եւ խրախոսանքներով մեզ ուղղակի ուժ եք տալիս, սիրելիներ։ Շատ շնորհակալ եմ եւս մեկ անգամ, հաղթանակ Ուկրաինային, հաղթանակ Հայաստանի Հանրապետությանը, հաղթանակ ուկրաինացի եւ հայ ժողովուրդներին։ Մենք արժանի ենք հաղթելու եւ արժանի ենք լիակատար արժանապատիվ խաղաղության։ Շնորհակալ եմ, մինչ նոր հանդիպում։ Հաջողություն։